Մենք ավարտեցինք աստղագիտություն բաժնի ուսումնասիրությունը, որպես թեմա է ամփոփում, ընտրել ենք համակարգի մոլորակները թեման։ Քանի մոլորակ կա արեգակնային համակարգում եւ թվարկեք մոլորակները ըստ արեգակից ունեցած հեռավորության։ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ, ըստ արեգակից ունեցած հեռավորության մոլորակներն են Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Այո։ Մոլորակները ըստ դասերի քանի խմբի են բաժանում եւ թվարկեք մոլորակները ըստ դասերի։ Մոլորակները բաժանում են երկու խմբի, երկրային դասի մոլորակներ եւ գազային հսկաներ։ Երկրային դասի մոլորակները Մերկուրին, Վեներան, Երկիրը եւ Մարսը, իսկ գազային հսկաներները Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը եւ Նեպտունը։ Այո։ Պայմանավորված Մերկուրի մոլորակի վրա եղանակների բացակայություն։ Քանի ոչ մտքման առանցքը գրեթե ուղղահայաց է ուղեցրի հարթությանը, իսկ մթնոլորտը գրեթե 35 անգամ ավելի խիտ է, քան երկրի վրա։ Նեպտուն մոլորակի հայտնագործման պատմություն։ Արվել է 1046 թվականին նախապես կատարված տեսական հաշվարկների հիման վրա։ Որ մենք այս ընթացքում միասին աշխատելով պատրաստեցինք մոդելները եւ բաժանվեցինք 6 խմբի։ Յուրաքանչյուր խումբ ստացավ մոլորակների անվանումներ եւ խմբերը պետք է ուսումնասիրեին տվյալ մոլորակի մասին, հավաքեին փաստեր եւ միասին պատրաստել ենք նաեւ յուրաքանչյուր խմբի հետ հետաքրքիր հարցեր, որոնք ուղղելու ենք միմյանց եւ պատասխանելու ենք այդ հարցերին։ Մենք պատրաստել ենք արեգակնային համակարգի մոդելը, ինչպես տեսնում եք, կենտրոնը արեգակն է, իսկ նրա շուրջը պտտվում են մոլորակները։ Մեր խումբը ներկայացնում է արեգակի ամենամոտ գտնվող մոլորակը Մերկուրին։ Մերկուրիի միջին հեռավորությունը արեգակից 59.9 միլիոն կիլոմետր է, իսկ խտությունը 5.43 գրամ սանտիմետր խորանարդ։ Թեև նա փոքր է ու երբեմն մոռացում է, սակայն նրա վրա են եղել մեծ տիեզերական շրջագայություն է, եւ ինչպես մոլորակը, այնպես էլ մենք ցույց ենք տալիս, որ ուժը դա չափսով չի որոշում։ Մերկուրի խմբի կարգախոսն է, փոքր ենք, բայց առաջին ենք, մեզնից է սկսում արեգակնային համակարգը, մենք առաջնորդ։ Վեներա խմբի կարգախոսն է, շողում ենք ուժով ու կրակով։ Վեներան պայծառ կախարդական, բայց նաև անչափ մոլորակ է։ Մենք սովորեցինք, որ գեղեցկության տակ կարող է թաքնված լինել նաև շատ ուժեր, որոնք արժեն ճանաչելու։ Մեր մոդելը հարգանքի եւ ուշադրության կոչ է բնության տպավորիչ ուժերի հանդեպ։ Հեռավորությունը արեգակից 100.2 միլիոն կիլոմետր է, մթնոլորտը խիտ է, բաղկացած հիմնականում CO2-ից եւ սեդուցքային ամպերից, շարավեղը 6.52 կիլոմետր է, ջերմաստիճանը շուրջ +465 աստիճան։ Ներկայացնում է շատ հետաքրքիր փաստ երկրի մասի։ Երկիրը միակ մոլորակն է արեգակնային համակարգում, որի մակերևույթի գրեթե 70%-ը ջուր է եւ այն միակն է, որտեղ հաստատվել է կյանք։ Երկրի հեռավորությունը արեգակից 145.6 միլիոն կիլոմետր է։ Մթնոլորտը հիմնականում ազոտ 75% եւ թթվածին 21%։ Շարավեղը 6.331 կիլոմետր։ Ջերմաստիճանը միջինում +15 Ցելսիուս է։ Երկիրը երկրային դասի մոլորակներից ամենախոշորն է։ Երկիրը միակ մոլորակն է արեգակնային համակարգում, որտեղ կա հեղուկ ջուր, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում կյանքի գոյության համար։ Երկրի միջի խտությունը ամենամեծն է մոլորակների թվում, այն 5.52 գրամ սանտիմետր խորանարդ է։ Երկիրն ունի մեկ արբանյակ, լուսինը, որը պտտվում է շուրջը։ Մենք չորրորդ խմբն ենք ներկայացնում ենք Մարսը, կարմիր մոլորակ, խիզախ երազանք։ Մեր խմբի կարգախոսն է, մենք նայում ենք առաջ դեպի անհայտը։ Մարսը կարմիր է, ինչպես երազանքների կրակը։ Մարդկությունը արդեն դարեր շարունակ նայում է նրան հույսով ու հարցերով։ Մեր մոդելը ասում է, երբեք մի դադարեք երազել ու հետազոտել, անգամ եթե դեռ ոչինչ չգիտեք ամբողջությամբ։ Մարսը կարմիր է, հողում առկա երկաթի օքսիդի ժանգի պատճառով այն ունի ամենաբարձր հրաբուխը։ Մարսը ունի երկու արբանյակ՝ Ֆոբոս եւ Դեիմոս, այնտեղ երբեմն լինում են փոշու մրրիկներ։ Մենք Յուպիտեր մոլորակն ենք, մեր կարգախոսն է։ Մենք հսկա ենք խաղաղ ներսով, մեր ուժը մեր հավասարակշռության մեջ է։ Յուպիտերը հսկա է, բայց միշտ հավասարակշռված, նրա վրա մրրիկներ են մոլեգնում, բայց նրա ներսը միշտ խաղաղ է։ Մենք սովորեցինք, որ ուժը պետք է ուղեկցվի իմաստությամբ։ Մոդելը զորության ու ներքին անդորի խորհրդանիշ է։ Յուպիտերի հեռավորությունը արեգակից 778.5 միլիոն կիլոմետր է։ Մթնոլորտը հիմնականում հելիում եւ ջրածին։ Շարավեղը մոտ 69.911 կիլոմետր։ Ջերմաստիճանը մոտ -145 աստիճան Ցելսիուս է։ Նրա միջին խտությունը 1.34 գրամ սանտիմետր խորանարդ է։ Այն երկրից մեծ է մոտ 11 անգամ։ Յուպիտերը ունի 67 արբանյակ՝ Իոնը, Գամետը, Կալիստոնը եւ Եվրոպան։ Սատուրնի հեռավորությունը արեգակից 1.43 միլիարդ կիլոմետր է։ Մթնոլորտը ջրածին, հելիում եւ ամոնիակ։ Շարավեղը մոտ 58.232 կիլոմետր ունի մոտ 0.7 գրամ սանտիմետր խտություն, ունի 62 արբանյակ, ամենախոշորագույնը տիտանն է։
Մենք ներկայացնում ենք Ուրանը եւ Նեպտունը, մեր խմբի կարգախոսների հերներից ենք, բայց շատ բան ենք պատմում, մենք ապացուցում ենք հերներ կարող են մոտիվացնել։ Մենք ձեզ ենք բերում հնարավորության խորքից եկող գեղեցկությունը Ուրանը եւ Նեպտունը։ Հեռավորությունը արեգակից 1.43 միլիարդ կիլոմետր է, մթնոլորտում կա ջրածին, հելիում եւ ամոնիակ, շառավելը կազմում է 558.232 կիլոմետր, մթնոլորտ ունի։ Արեգակնային համակարգը բոլոր օբյեկտների ամբողջն է, որոնք ենթարկվում են արեգակի ազդեցությանը։ Այս համակարգում առաջին հերթին պետք է նշեք աստղը, արևը։ Այն ամենածանր օբյեկտն է արեգակնային համակարգում եւ համարվում է կենտրոնը։ Հենց դրա շուրջ պտտվում են ավելի փոքր մարմինները։ Այնուհետև գալիս են 4 մոլորակները, իրենց քայքարոտ մակերեսներով, ընդգրկված են նրանց ավաններ նաև երկնային դասի մոլորակներ։ Մերկուրի ամենափոքր եւ արևին ամենամոտ գտնվող մոլորակն է։ Վեներան, որի շարքիկ մթնոլորտը ստեղծվում է ջերմոցային էֆեկտի միջոցով, հասնելով մակերեսային շատ բարձր ջերմաստիճանի, գրեթե 500 աստիճան ըստ Ցելսիուսի։ Երկիր, երկնային դասի մոլորակներից ամենախոշորն է։ Մենք դրա մակերեսին գտնում ենք հեղուկջուր եւ բարքենթանի օրգանիզմներ։ Երկիրն ունի մեկ արբանյակ լուսինը, որը պտտվում է իր շուրջը, եւ վերջապես Մարսը։ Արեգակից ամենահեռու գտնվող երկնային դասի մոլորակը։ Այն ունի երկու արբանյակ, Փոբոսն ու Դեյմոսը։ Դրա հետևում մենք տեսնում ենք աստերոիդների մեծ գոտի, դրանք կազմված են փոքրիկ բեկորներից։ Աստերոիդների երբեմն կարող են եկել իրենց ուղեցրել, պատահաբար հասնել երկիր որպես երկնաքարեր։ Աստերոիդների գոտու հետևում գալիս են արդեն գազային 4 մոլորակները, այս մոլորակները նման են փիտ մարմինների, սակայն դրանք գազային հսկագնդեր են, որոնք հավաքված են շատ խիտ միջուկի շուրջը գրավիտացիոն ձգողականության միջոցով։ Առաջին գազային մոլորակը դա Յուպիտերն է, որ արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Այն մենք նրա մակերոտին հայտնաբերում են կատաղի փոթորիկներ եւ հզոր քամիներ։ Քանի որ Յուպիտերը շատ մեծ է, նրա գրավիտացիոն ձգողականություն ավելի հզոր է։ Յուպիտերն ունի ավելի քան 67 արբանյակ, որոնցից է Եվրոպան եւ Գանիմեդը։ Հաջորդը գալիս է Սատուրնը, մի փոքր ավելի փոքր եւ շրջապատված մի շարք համակենտրոն օղակներով։ Այդ օղակները կազմված են քայքարոտ բեկորներից եւ սառույցներից, սակայն Սատուրնը միակ մոլորակը չէ, որ ունի օղակներ, սակայն Սատուրնի օղակները շատ ավելի տեսանելի են, քան մյուս մոլորակների։ Սատուրնի հետևում ընկած է Ուրանը, իսկ նրա հետևից գալիս է արդեն Նեպտունը։ Սատուրնը եւ Նեպտունը այս երկու գազային մոլորակները շատ ավելի փոքր են, քան նախորդները, բայց երկրի համեմատ այն նրանք ավելի մեծ են։Ուրանը ունի ավելի քան 30 արբանյակ, մինչդեռ գազային դասի մոլորակներից ամենափոքրը Նեպտունը ունի դրանցից 20-ը։ Ուրանը եւ Նեպտունը համարվում են գազային մոլորակների վերջի երկու դասի մոլորակները։ Նրանք բայց բացի այս երկու դասի մոլորակներից կան բազմաթիվ այլ մարմիններ արեգակնային համակարգում, օրինակ կաճաճ մոլորակները, որոնցից որ հայտնի է օրինակ Պլուտոնը, վերջապես գալիս է Կոյպերսի գոտի, որտեղ որ կան բազմաթիվ աստերոիդներ եւ այդ կաճաճ մոլորակներ Կոյպերսի գոտում գտնվում են, բացի կաճաճ մոլորակներից կան բազմաթիվ արբանյակներ։ Երբ տարիներ Պեպեղությամբ եւ կախարդական օղակներով կցանկանայի իմանայիք, թե ինչ են իրականում այդ օղակները եւ ինչով է պայմանավորված դրանք։ Սատուրնը երկրորդ ամենամեծ մոլորակն է Յուպիտերից հետո։ Սատուրնը հայտնի է իր շուրջ գտնվող համակենտրոն օղակներով, այդ օղակները կազմված են քայքարոտ բեկորներից եւ սառույցներից։ Սակայն Սատուրնը միակ մոլորակը չէ, որն ունի օղակներ, սակայն Սատուրնի օղակները շատ ավելի տեսանելի են, քան մնացած մոլորակներինը։ Այն ունի ավելի քան 62 արբանյակ, որոնցից ամենախոշորագույնը Տիտանն է։ Բարև ձեզ, ես Վեներան եմ, լույսի եւ ցեղասության մոլորակը, բայց իմ մթնոլորտում թաքնված են հզոր գաղտնիքներ։ Կարող եք բացահայտել ինչու է իմ մակերես այդքան տաք ու Վեներան ունի շատ խիտ մթնոլորտ, հիմնականում պայմանավորված է անցկացնելու գազով, որը ստեղծում է շատ խիտ ջերմոցային էֆեկտ, դրա համար այն ամենատակ մոլորակն է 470 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով։ Այն ավելի տաք է, քան Մերկուրին։ Ողջույն սիրելի ուսումնասիրներ, ես այն մոլորակն եմ, որի վրա գոյատևում եք, իսկ կարող եք ասել ինչու է, որ միայն ինձ վրա կարող է գոյատևել։ Միակ մոլորակը, որտեղ հասարակած է կյանք եւ որտեղ կա բարենպաստ պայմաններ ջրի արկայություն, մթնոլորտ եւ թթվածնի հարուստ պաշարներ, երկրի վրա մթնոլորտային շերտը պաշտպանում է արևային քամիներից։ Ես Մերկուրին եմ, արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը։ Ցանկանում եք իմանալ, թե ինչպես է դիմանում այդքան ջերմությանը եւ ցրտին, կարող եք բացահայտել իմ արագության գաղտնիքը։ Մերկուրին արեգակին ամենամոտ մոլորակն է եւ նա ունի մթնոլորտ, այդ պատճառով ցերեկները շատ շոգ են, մինչեւ 430 աստիճան Ցելսիուս, իսկ գիշերները շատ ցուրտ, մինչեւ -180 աստիճան Ցելսիուս։ Նա ամենաարագ է պտտվում արեգակի շուրջը 48 օրվա ընթացքում։ Ես մասնեմ կցանկանայի, որպեսզի բացահայտեիք իմ կարմիր գույնի նշանակությունը լեռների եւ երկրաքարերի գաղտնիքները։ Մարս մոլորակի կարմիր գույնը պայմանավորված է նրա հողում եղած երկաթի օքսիդի ժանգի պատճառով, այնտեղ եղել ամենամեծ հրապարակը երկու արբանյակ Փոբոսն ու Դեյմոսը, ինչպես նաեւ այնտեղ լինում են փոշու մրիկներ։ Ողջույն փոքրիկ երկրացիներ, ես Յուպիտերն եմ, արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակը։ Ես ունեմ իմ մեծ կարմիր բիծ, մրկի պես հսկա։ Կուզեի իմանայիք ինչու եմ այդքան մեծ եւ քանի արբանյակ ունեմ։ Յուպիտերը արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Այն ունի հսկա մթնոլորտ եւ հայտնի է իր մեծ կարմիր բծով, հսկա մրիկով։ Այն ունի ավելի քան 67 արբանյակ, որոնցից խոշորագույնն են Իոն, Եվրոպան, Գանիմեդը եւ Կալիստո։